Ողջույն ժողովուրդ ջան, բարի ուշ երեկո բոլորիդ, հարգանքներս, թույլ տվեք շնորհակալություն հայտնել ուշ ժամին, չնայած այս ուշ ժամին, եթերում եք ուղիղ եւ հետեւում եք այն ամենին, ինչի մասին որ փորձում ենք խոսել, զրուցել։ Ես շատ շնորհակալ եմ նաեւ ձեզ դուր եկած կոնտենտները, ձեր դուր եկած նյութը կիսելու, տարածելու, հավանելու համար, իհարկե նաեւ մեկնաբանությունների դաշտում, զրուցարանում ակտիվություն դրսևորելու, փոխադարձ հարգանք դրսևորելու այս ամենի համար։ Շնորհակալություն։ Ինչ երևի նկատեցիք թեմաները, թե ինչի շուրջ ենք զրուցելու այսօր։ Կարծում եմ, ովքեր որ ուսումնասիրել են, տեղեկացված են, նույնքան զայրացած պետք է որ լինեն։ Չնայած արդեն այս ամեն ինչը մյուս կողմից էլ ինչ որ նոր բան չի, արդեն իմունիտետ ենք ձեռք բերել, բայց պետք է հասկանալ, ինչպես լավ է ամեն ինչի դեմն առնել, ոնց կլինի էլի։ Գանք թերևս, բայց մինչև բուն թեմաներին անդրադառնալը ժողովուրդ ջան, նախ թույլ տվեք ջերմորեն անչափ շնորհակալություն հայտնել բոլորիդ, ձեր ջերմ շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար, ձեր ուշադրության համար, այն բազմաթիվ նամակների, մեկնաբանությունների, տարածումների համար, որոնք կապված են ծննդյանս տարեդարձի հետ, անչափ շնորհակալ եմ բոլորիդ ու գիտեք, ես այսօր չէի կարող մտքերս դասավորեի հայտնելու համար, թե դա ինչ զգացմունքներ է, ու ընկերներից հետ զրույցում դա էի նշում, ասում եմ, տեսեք, դա երևի թե ամենամեծ ձեռքբերումն է։ Ես 47 տարեկան դարձա, այո, ու այսպես որ նայում եմ, ես ինչ ունեմ։ Բացի իմ ընտանիքը, ինչ ձեռքբերում ունեմ իմ կյանքում։ Մտորում ես դեմ, մեծ մարդ ես, մտորում ես։ Դերևս ամենամեծ ձեռքբերումը դա ձեր իմ հանդեպ դրսևորած ջերմությունն ու հարգանքն է։ Եվ այո, տարիքի հետ ավելի, չնայած միշտ եմ ես ոչ մատերիալիստ եղել, բայց այս տարիքում շատ ավելի խորն ես գնահատում դա։ Եվ ուզումնալից է իհարկե մարդ, ով քեզ չի ճանաչում, պարզապես որոշում է այդ օրը գրառում անել, քեզ նշել ու շնորհավորել տարեդարձը, սա ամենակարևոր բանն է, սա շատ մեծ բան է, որը ապրել է պետք, չգիտեմ, ու այլ բան է հարազատներից, ընկերներից ստանալ շնորհավորանք, որը նույնպես շատ կարևոր է, այլ բան անծանոթ մարդկանցից, սա պատասխանատվություն է, սա վստահություն է քո հանդեպ, որի տակից դու պետք է դուրս գաս, որը պետք է դու միշտ առաջնային դասես, որ հանկարծ մի բան չլինի, հանգաչած զգուշ պետք է վերաբերվես։ Չգիտեմ, սա մեծ պատիվ էր ինձ համար, անչափ շնորհակալ եմ բոլորին։ Դե ինչ, թույլ տվեք անցնել թեմաներին, իսկ վերնագրերը հուշում են, թե ինչ թեմաների մասին ենք խոսելու։ Տեսեք, կապրած 3 առաջ օրը խոսում էինք այն մյուս ճանապարհների մասին, փոքրիկ նեղ ճանապարհների ու փոքրիկ հնարավորությունների մասին, որից փորձում էին տարբեր մեր քաղաքացիներ օգտվել ու որոշակի մթերք եւ ծաղիկներ արտահանել ամեն դեպքում Ռուսաստան, հա, այդպես դեմա բիզնես է, բիզնեսում տալինում է Ռուսաստան էլ, ասենք շատ սանկցիաներ կա Ռուսաստանի վրա, բայց Հայաստանով այլ բաների անվան տակ ահագին բան է գնում։ Ես զարմանում եմ, թե մեր կողմը սա չի, ինչու չի կիրառում, չի օգտագործում Ռուսաստանի դեմ։ Չգիտեմ, երևի որոշակի մաքսիմալ հերթականական զգուշավորություն են դրսևորում, թե ինչի համար, չգիտեմ, բայց տեսեք ինչ ստացվեց։ Այո, Պարսկաստանի միջոցով հնարավորություններ ստեղծվել թեթևակի, Պարսկականի անվան տակ, բայց արտահանել ապրանքը Ռուսաստան։ Եվ որոշ լրագրողներ աղմուկ աղաղակ բարձրացրեցին, իբր չհասկանալով, թե դրանով ում են հարվածում, հա, ինչին են հարվածում։ Իհարկե, հետ չմնաց Անժոյի Բիսեդկեն, հետ չմնաց այնտեղ ամենայն մանրամասներ հայտնող Նաիրա Զուրաբյանը, իբրև իրանք գյուտ էին արել, ու այս ամեն ինչը բարձրաձայնեցին։ Խնդրեմ թույլ տվեք այդ տեսանյութը Նաիրա Զուրաբյանի կատարմամբ ցուցադրել։ Ուրեմն հայկական ծիրանը իրանականի անվան տակ հայտնվում Ռուսաստանում, ուրեմն գնում է Իրան, այնտեղ մեքենաները փոխում են, ես սա փոխանցում եմ հեռուստաընկերության եւ վարորդների պատմածը, այնտեղ գնում են ֆիտոսանիտարական տեղեկանք, որովհետեւ Իրանում շատ երկար ժամանակ է պահանջվելու այդ իրական տեղեկանքը գնելու համար եւ որպես իրանական բեռներ, իրանական ծիրան, այդ ամենը գնում է Ռուսաստան։ Ուրեմն հայկական ծիրանը Նաիրա Զուրաբյանին մի հատ հարց տամ, էլի։ Ասենք ինչի համար էր դու պարտավորություն զգում սրա մասին խոսել։ Դեռ թքած են Քոչարյանական TV-ի վրա, ով որ կարար մի ամբողջ ռեպորտաժ նվիրեր։ Ասենք ինչի համար եք խոսում։ Քոչարյան Ռոբերտի կանալ 5-րդ տալիք։ Ինչի համար եք խոսում։ Որն է ձեր հետապնդած նպատակը։
Լավ, նրանք դեռ իբր հերոստալիկ են լրագրող են, ասենք թե իսկապես չեն հասկանում իբր քաղաքականության այս կամ այն նյուանսները։ Նայրազուրաբ, դու խես խոսում սրան, ինչ նպատակ ունես, ինչով ես օգուտ տալիս, ում ես օգուտ տալիս, ուղիղ մեկ այլ երկրի, ոչ դա Հայաստանի ներօգուտ, ոչ հայ ժողովրդի ներօգուտ, ոչ այդ արտահանողի ներօգուտ, ոչ այդ ֆուրի շոֆերի ներօգուտ, ով որ զանգել այդքան բանը պատմել էր, ոչ մեկի օգուտ չէր, ինչի համար ես սա ասում, ու ասենք, որ չասեիր, ինչ էր տեղի ունենում, ինչ էր, ասեցիր, ինչ որ մի բան էր լսել, ասեցիր, հետո, ու այս թեման ընես տարածեցին ժողովուրդ, իրենց տելեգրամյան ալիքներով, բանով, ընես մա տաղմուկ աղաղակ, երեկ չէ առաջ օրը բերան խնդրեցինք, ասենք եկեք այդ մի քանի հատ լայքի համար, մի ինգեք, այն մի հատ փոքրիկ ծորակ կա, մի փակեք քաղաքացու վրա։ Հիմա Մասիսի շրջանի հարգելի բնակիչներ, ովքեր ընտրել են Քոչարյան, ովքեր ընտրել են ուժեղ Հայաստան, Սամվել Կարապետյանից, ու ովքեր ընտրել են Դոդի Գագոյենց։ Հիմա ասեք, խեմ ասում ես Մասիսի շրջանից, որովհետև ծաղիկները հիմնականում այդտեղ են աճացնում։ Առհասարակ Կարապետյան դաշտի բնակչություն, դա սենց ասեմ։ Միակ ձեր գնահատականը ինչպիսին է, կայֆ է սա։ Ասենք ինչ ձեր մասին մտահոգված էին, որ պալի տարեցին սա։ Սա եք ուզում, սրանց եք ուզում։ Սրանք էին եկել ձեզ ասում, եկեք ձեզ փրկենք, եկենք երկիր այս վիճակից հանենք, հա։ Այս չեն, իրենք դնեն երկիրը ծանրագույն վիճակի մեջ, հետո գան ասեն եկեք գնանք փրկենք, հա եկեք գնանք փրկենք, հա։ Են 50-100 հազար, 20,000, 10,000 վերցրացնել, սա եք ուզում, նորմալ է, կայֆած ես։ Ահա որքան են ձեր մասին մտածում, 5-րդ ալիքը Քոչարյանի ալիքն է, Մյուզեյմը Քոչարյանի բանն է, այսինքն ընդեղով հնչած ցանկացած բառ իրանց օգտին է, մանիպուլատիվ բաներ են, ո՞րն է եղել, մի հատ կարակ ասեք, ո՞րն է եղել իրանց նպատակը, լավ փորձում է իշխանությունը հասկացանք, պետությունը չի կորցրելու մի ծաղիկի կամ ծիրանի համար, ու չի գնալու պարկի օտարի տակը, ու այո այդ խնդիրներու ճնշումներ են առաջացնում, որովհետև ամբողջ Հայաստանը պատկանել է իրենց, դուք հայաստանցի չեք եղել, դուք ռուսաստանցի եք եղել, այդպես երկիր են, երկիր չէ, տարած ֆորպոստ են սրանք աճացրել, այսօր նախ ճնշումներ է իրականացնում, սրանք հելել են ինչ-որ ճանապարհներ են, որոնում փնտրում ինչ-որ կերպ հասցնեն եվրոպական շուկա գոնե, հազար ձևի բաներով, ամբողջը չի հասցվում, որոշ բաներն այդպես է մեղմվում, ուրիշ ճանապարհներով, ուրիշ անվանտակ բաներ գնում, ինչի համար են բա հելնում պալի տանում, դե հիմա թող մի հատ էլ հելեն Եվրոպայի դեմ բողոքեն, թող Եվրոպան էլ չընդունի, հետո ում եք բողոքելու, դուրս եք գալու ում դեմ միտինգ անեք, իշխանության, խի, չէ արեք, как бы мне все равно, բայց խի, ասենք այդ ո՞նց է պետք նկարագրել ով են ինչ են, ընդ որում Ռուսաստանը այդ ճնշումները իրականացրել է իրենց դիմելով, իրենց խնդրելով, դուք տեղյակ եք, որ ձեր ծիրանը, ձեր ծաղիկը ջարդում թափում եք հենց նրա նման, որ Սամվել Կարապետյան նմանները իրենց ծանոթությունը խոտ տալով ամեն ինչ արեցին, որպեսզի Հայաստանի վրա տնտեսական ճնշումներ իրականացվեն։ Տեղյակ եք, թե տեղյակ չեք։ Թե ձեզ հետաքրքիր չի։ Թե բերել էին տուպիկ էին դայաղարը, ասում էին չէ, եթե սենց չանեք, ուրեմն իմացեք փակել ենք տալ, ուրեմն մեզ ընտրեք, որ մենք էլ սենց անենք։ Գայք ես բան։ Ու բնականաբար հետևանքը շատ շուշացավ, խնդրեմ։ Ռոսսելխոզնadzորը դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը դադարեցնելու Ռուսաստան արտահանման համար նախատեսված ծաղիկների հավաստագրումը։ Բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը, սակայն արտադրանքի արտաքին բնութագրերը եւ փաթեթավորումը նույնական են Հայաստանից նախկինում ներմուծվածներին Ռոսսելխոզնadzor։ Անետ շուխոր արեցին Ռուսաստանը ասես մի րոպե ոնց է Պարսկաստանով է գալիս։ Ու Պարսկաստանին են գրել ռուսները, ասել են չանեք sense բան։ Դե գնացեք հիմա էլի արտանեք ու կգնաք Քոչարյան ու Սերժ ու Սամո ու Դոդի Գագո կսատարեք, բոլորովը։ Պալի տարին, ոտի վրա ստուկաչները։ Ոտի վրա պալիտ են արել, հիմա ուր եք տանելու ձեր ծաղիկը։ Թող իշխանությունը գա ոնց ուզում եմ հարցը լուծի, տո լավ է։
Բայց ձեր գնահատականը տայիք մի հատ ընտրություններ են, մի հատ հնարավորություններ նորմալ գնահատական տալու։ 5-րդ տալիքով բանով սաղ տարածել էին, սաղ, բոլոր տելեգրամյան ալիքերով, ռուսական, հայկական, ադրբեջանական, լսրել էին, ինչի համար, մեկ հատ կարակ հարցնեք, իսկ ձեր մասին էին մտածում, որ այդ շուխուրը դրել էին։ Բայց եզրասը գնացեք Սարուկյանի համար էր աղոթում, բայց մի հատ ասեք թող ձեր համար էլ աղոթի, կարող աղոթքները բրկեն ու Ռոսխոզնadzորը պատժամիջոցները հանի, չեղած բաների վրա։ Բայց գնացեք, բան եկեղեցին մեր պետք է պաշտպանենք այս թուրքերից, դե կպաշտպանեք բա, տեսնում եք ովքեր են թուրքերն ու հակապետական այրերը։ Չգիտես, հանում ես ապացույցը, ծամում դնում ես բերանները, չախպեր։ Քանի անգամ ապետ փորձանքի ռազգակ, որ ասենք դադարեցնեք էլի այդ բաները։ Մասիսի շրջանից, Ահարացյան դաշտավարից առհասարակ, քանի օքյա փող վեկալելով ձեն տվեց սրանց։ Այս ամեն ինչու պատասխանատվությունը նաև ձեր վրա է, որովհետև համը ընկել է բերանները, հաշվարկ են անում։ Մի րոպե մեր տոկոսները հելել է, ուրեմն կարելի է այստեղ աշխատել դեռ։ Կարա, աշկի դեմ եկել, սենց բան աշխարի որևիցե վայրում չես տեսնի, չես տեսնի, գոյություն չունի սենց բան։ Ու սրանք ներկայանում են, մենք իսկական հայերը, ստոլավյարը մակած կաշի կարա, ձեր ոչ ոք լինելով արա։ Բայց մի որ մանդատել տվել եք պատկասում եք, նրանք ինչքան են քաշելու։ Ղարաբաղը տվեցին, դուք սրանց, ամբողջ Հայաստանն է տվել, սրան լսեք, լսեք սրան, էլի մի հատ, մի րոպե, մեկ լսեք։ Ամբողջ Արցախը զոհաբերել է, դիմացը ոչինչ չի ստացել։ Եթե շատ սենց բան կենցաղային լեզվով ու ոչ հաճելի բառապաշարով ասենք, մեր հիմնական խաղաքարտը, մեր հայրենիքն է, բայց եթե դիվանագիտական լեզվով խոսենք, մեր հիմնական խաղաքարտը Արցախը, ինքը խուրդել է, դիմացը ոչինչ չի ստացել, ինքը ամբողջ Արցախը զոհաբերել է։ Այս ինչ ենք լսում, տիկին, Արցախը խաղաքարտ էր, հլը մի րոպե, դեղ վարչապետը ասում էր թոկա, նույն դիվանագիտական լեզվով, իհարկե դուք տեղ դիվանագիտությունից բան չէիք հասկանում, ասում էր թոկ էր մեր վզին, որպեսի մեր պետությունը վարի տային, մոտավորապես ես միտքներ արտայթում, դուք չէիք ուզում ջոգեյքը ընդունեք, դիվանագիտությունը այդեղ հանգստանում էր, այդեղ բառացի էիք ընդունում, հետո հասնում է այսօր ձեզ խոսքը, ոնց որտեղ նույն բանը դուք եք ասում, չեք զգում, մեկը թոկ է ասում, մեկը խաղաքարտ է ասում, խաղաքարտեր որ խաղի մեջ, տիկին, որ խաղի մեջ էր խաղաքարտ Արցախը, մտկարանք իմ, այդ ինչ խաղ եք խաղում Հայաստանի հետ, որ Արցախը խաղաքարտն էր, բա հիմա այդ արցախցիներն ինչ պիտի, սիրելի արցախցիներ, խնդրեմ դուք ինքներդ լսեք ու ձեր գնահատականները տվեք, դուք ապրելուց եք եղել, ձեզ համոզել են սաղ թույնը, հեսա հետում ենք Բաքու չայ խմելու, մեկը ձեզ օգտագործել է որպես խաղաքարտ, մյուսը որպես եսի մի ինչ, բացարձակ որևիցե մեկս որևիցե բանից չենք ցանկացել տեղեկացած լինել, խնդրեմ, խաղաքարտ եք եղել, Ռոբիկի ուժնա, ձեր Ռոբիկի, ընդեղ կան որոշ արցախցիներ, ովքեր որ Ռոբիկին համար ասում են մեր Ռոբիկը, այդ մարդկանց եմ ասում, բոլոր արցախցիներին չեմ ասում, ահա, Արցախը, ձեր տունը, տեղը, հայրենիքը, ոնց եք ասում, մեր պապերի շիրիմները, Ամարասը, Շուշին, Հադրուտ, դա խաղաքարտ է եղել, դա բնակավայր կամ հայրենիք կամ չգիտեմ ինչ չի եղել, դե կգնաք ու գնահատական կտակ, տեսնենք կտակ, իսկ երբ որ ասում էին նշաձողը մի քիչ իջեցնենք, հիշում եք ոնց էին վայնասուն դրել, վայնասուն էին դրել, որովհետև դա խաղաքարտ է, դա պիտի վարվեր, պիտի խփվեր այդ խաղաքարտը, որպեսզի Հայաստանում բան ունենային, հասնեին որևիցե նպատակի, սա է եղել, այո, Արցախը խաղաքարտ է եղել իրենց ձեռքին, ով ինչ ուզում խոսում, հա, լավ չնկատելու են տալիս, գիտեք ինչի, որովհետև այս դատապարտումները
Բոլոր տելեգրամյան ալիքներով, բոլոր հեռուստատեսություններով չի խոսացվում, որովհետև շատ չի խոսացվում, դրա համար դուք քիչ եք լսում, հա, ուրեմն դա հեշտ, լավ, այնի բանից շատ խոսացին, կային լեյնի մեջ, հետ չեք նայում, իսկ ինչ խոսեցին, ինչ ասեցին, խի ասեցին, կամ էլ այս մյուսին նայեք, գժի դարա, ես լուրջ եմ ասում, սա նախագահ է եղել, հələ նայեք ինչ է խոսում, Ես հարաբերական ուսացան դասին չէ եղել։ Միայն իր դրվեցը միայն համալրել շնորհ։ Չէ։ Նախարարական ամբողջ հաուզաշավի որևէ միջոցառման չէ մասնակցել։ Իրի այս կարգերի մեջ չի ուսել, սա համոզում է դա համալրական դասի հաուզաշավի։ Ոչ միջոցառման չէ մասնակցել դրանից։ Հենց դրամա չկարել որ վաղը ուսացություն չէ։ Ինչ ասում, ասում Սերժ Սարգսյանն է ասում է։ Ասում Սերժ Սարգսյանը իմ տեխնացուն չի եղել։ Սերժ Սարգսյանը հանրապետական կուսակցության տեխնացուն է եղել։ Ես որևիցե միջոցառման քարոզարշավի չեմ մասնակցել։ Դες եկել են հաղթել են երևի բան։ Այս մարդը մեկի թեմաներով քննվող գործի շրջանակներում է։ Ու խոդ է լինում։ Ոսմես վարչեք արժեմ ունեցել։ Սա իմիջայլոց հուշեմ և հիշեցնեմ, սա ասում է մեկը, ով ընտրություններից մի քանի օր առաջ, բանի ժամանակ, հարցազրույցի ժամանակ, ասում էր, որ ինքը պրիեմնիկի հարցում սխալվել է։ Շնորհակալ եմ, Նարի Արև ջան, շատ շնորհակալ եմ։ Հասկանում եք, ինքը ասում է, որ ինքը սխալվել է պրիեմնիկ, հետնորդի հարցում, սխալվել է, այսքան ինքը բանա, սխալ արել, որ Սերժին է ընտրել, որ իրանից հետո լինի ղեկավար, կարար ուրիշին ընտրել։ Ինքն է, հիմա ինչ ասում, դա ասում է գիտեք ինչ, բանա, հոյին տեխնացուն չի եղել, մի օր մի բանա խոսում, ուրիշ օր մի բան։ Սաղից գժտեղ են դրել։ Իրանք դեբիլ դարմա հետ մերնում են, մեզ են դրել դեբիլի տեղ։ Ու ամենաբատը, այո, ինձ մի արտայնացնում է հանգամանքը, որ սրանք մտան քարոզարշավի մեջ, որ հասավ դրան, որ սրանք մտան քարոզարշավի մեջ։ Շնորհակալ եմ Նարե ջան, ևս մեկ անգամ շնորհակալություն, եւ առհասարակ շնորհակալություն մեր ընկերներին այս Super Thanks-ի հնարավորությունից օգտվելու համար, դա բավականին աջակցող։ Պատկերացնում եք ինչի մեջ ենք, էլի։ Միտեղ խոսացնում են, ասում են, դե ես մի քիչ ոնց որ սխալ ընտրություն արեցի, պիտի Սերժին չբերեի։ Մյուս տեղում ասում Սերժը հենց տեխնացուն չի եղել, դու հանրապետականի տեխնացուն է։ Չնայած, չգիտեմ, այս դատավարությունները արժի նայել, թե չարժի նայել։ Որովհետև մի ամբողջ Վարդան Ղուկասյան այսօր գնաց տուն։ Տնային կարանք։ Կեցե ժողովրդավարությունը։ Վարչապետ ջան, ոնց էր ասում, սյադուց վսե։ Պրոստա բանը, մեկ նյուանս կա, էլի, երբ որ ասում էր բոլորը նստելու են, դες չէր ճշտում, էլի, չէր ասում, որ այո, բոլորը նստելու են, բայց ամեն մեկը իր դղյակում։ Հիմա, հանրության մեջ, դատարաններին եմ դիպում, ԲՏԽ-ով, հանրության մեջ, ոնց պիտի վստահություն լինի։ Ինչ վստահության մասին է խոսքը։ Դուք եք ինչ որոշումներ, ասենք օրինակ, ես ինչ-որ մի հարցով դատարանում եմ։ Դուք իմ դեմ ինչ որոշում պիտի վճիռ կայացնեք, որ ինձ համար եթե անգամ ընդունելի չլինի, բայց ես համաձայնվեմ, որ դա դատարանի վճիռ է ամեն դեպքում։ Բնական է, չէ՞, դատարանի վճիռը լինում է մեկի օգտին, մեկի դեմ, չի լինում բոլորի օգտին։ Բայց գոնե ընկալելի լինի։ Դենք այդ վստահությունը շատ կարևոր է, չէ՞։ Թեկած ունեն, պետության մեջ պետություն են։ Այսօր դատարանները եւ դատավորները այո պետության մեջ պետություն են խաղում եւ դրա համար էլ ես ուղիղ ասում եմ եւ շատ հնարավոր է այո սեպտեմբերից կոնկրետ գործողություններ սկսենք իրականացնել քաղաքացիներով հասարակությունով չհասկացան գեցի չա ռադ արեք մեզ բարեփոխումները դատաիրավական համակարգի հետ պետք չեն ռադ արեք ոչ ճշում կլինի ոչ բան կոնկրետ թափովում է ստորագրությունները հավաքենք վերցրեք աղբեջան 0-ից դատարան ստեղծեք 0-ից դատարան 0-ից դատավորներով
Սրանք արդարադատության հերնանից են քաշվել են վրա։ Ասեք հիմի ծառուկյանից չգիտեմ միլիարդներ են վերցնում տներ բամա ներկայացրել են դատարան։ Ես ո՞նց կարամ վստահ լինեմ։ Ասեք հանրային մարդը պիտի խոսամ ու գնահատական տամ օրինակ ծառուկյանի գործունեությունից, որը Թալանի մասին է։ Ինչի վրա կարամ հույս դնեմ։ Նայեք։ Հանրային մարդ որպես հույս պիտի դնեմ նրա վրա, որ նա արժանի պատիժը կստանա ու կկրի այն։ Ու հույս պիտի դնեմ նրա վրա, որ իմ adekvat վերլուծությունների ու գնահատականի արդյունքում որևիցե մեկը չի գա ինձ գյուլելու։ Չէ՞։ Այսքան պիտի անվտանգ լինի ամեն, ապահովված պիտի լինի։ Ոչենկա։ Չգիտենք Սարուկյանին կդատեն թե կճամփեն տուն։ Ու չգիտենք մարդը կա գնդակը արելու թե չէ, գալիս գնում են։ Որովհետև երբ որ մի անգամ եկան, կանչականը պատկերացնում եք, այդքան կամերաների մեջ չկարողացավ գտնի։ Չկարեցան, խեղճերը չկարեցան գտնեն։ Ես իմ հալով գիտեմ արդեն գտել եմ տեղյակ եմ ով են ինչ են, աչքսել վրեկներն են պահում։ Իրանք հլով չգիտեն, մի տարի անցել է այն միջայլոց, ուղիղ մի տարի անցել է։ Հիմա իմ հանրային գործունեությունը, եթե ես սկսեմ վերաձևավորել ու վերադասավորել այս հանգամանքներից ելնելով, դա որքանով կդառնա հանրային գործունեություն։ Դա չի դառնա հանրային գործունեություն։ Դա կլինի հավելյալ զգուշավորություններ, երբ ես իմ ինչեր խոսել, որի մեջ անկեղծություն բացարձակ գոյություն չունի, ու դրա պատասխանատուն ով է լինելու։ Մարդը ձայնագրությունները հանել են, ասում ով ուզում է ինձ ասի, ռուսը կասի կանեմ, չէ։ Քաղաքապետ է դառնում։ Հիմի էլ դատարանից ասում են էլի գնա տուն ախպեր։ Դե ես լուրջ եմ ասում, մի օր բոլորի հրաժեշտ եմ տալու, ժողովուրդ ջան, վիդեոյով գնամ մի հատ հավ գողանալու, ունենց անեմ, որ ինձ բռնեն։ Ու այդ տեսանյութում դատվելուց հետո հրապարակեմ, ասեմ ես է ձեր արտարադատությունը։ Երկրի կեսը կերել են, մյուս կեսը պատրաստ են նվիրել Ռուսաստանին, իրանք գնում են տուն։ Կարեն գնանք մի հատ կալանավայրերով շրջենք, տեսնենք ով ինչի համար է նստած էլի։ Ու որքանով է իրավալ չափ ձեր այսօրվա որոշումը։ Բայց հիմա ուրիշ փաստաբաններ չեն ելնի ասեն, լսի արա, նախադեպային բան կա, նրան այսքան բանի համար ուղարկեցիր տուն։ Այն մարդուն խես պայել կալանքի տակ։ Բայց տեղ էլ կաշառքի թեման է գալիս, ուրեմն շատ կա։ Չնայած, բացի շարը, մի բան ասեմ։ Սրանք ժամանակին, որ յանի լավություն էին անում, վճարում էին ուսանողների վարձերը, հետո այդ լավագույններին տեղավորացնում էին իրենց դեբիլ հալով, որոշ տեղեր աշխատանքի, ու դրանով դնում էին իրենցից կախվածության մեջ։ Ու այսօր այո, իրենք պետական կառույցներում դատարաններից սկսած, քաղաքապետարաններից վերջացած, բաներից մարզպետարաններից վերջացած ունեն իրենց ոչ թե ծանոթները, ոչ թե այն աշխատողները ում կարան կաշառք տան, ինչ կաշառք, ունեն իրենց հնազանդ ենթակաները։ Այդ դրա համար մեկները տերկուս չի դառնում։ Այս դրա համար։ Եվ կարող էր դառնալ, եթե քաղաքական թիմը, կոնկրետ քաղաքացիական պայմանագիրը, որովհետև իշխող կուսակցությունը ինքն է, քաղաքացու հետ, քաղաքացիների կամավորականությունը ճիշտ օգտագործել հեղափոխությունից մի ժամ հետո։ Ոչ թե հեռու բաներ քաղաքացիներին, ասել գիտեք մի քիչ սենց, մի քիչ նենց, հələ մի րոպե, մի քիչ էսը յենի, այսօրվա դրությամբ էլ կանգնել են, բայց ինչ անենք, եթե հելնենք դատարանների վրա մի բան անելու, ասելու են քաղաքական ճնշում է։ Իսկ դա հնարավոր է քաղաքացիներով անել։ Եթե դուք կոմունիկացիան պահեք։ Բայց երբ որ ասում ենք, որ կամավորականությունը ցանկացած պետությունում, ովքեր Եվրոպայում, Ամերիկայում ապրում են, կհաստատեն իմ ասածները։ Գիտեք ինչ, գուցե ուրիշ ձև է կոչվում դա։ Ես եմ միտքը այդպես ասում, բայց կամավորականությունը, հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը ցանկացած երկրում առաջնային կարևորության բան է։ Երեխային դպրոցին, մանկապարտեզից սովորացնում են կամավորականություն, տարբեր ուղղություններով, տարբեր ոլորտներով։ Սովորացնում են երեխային մանկապարտեզում, որ ինքը պլաստիլինից մի բան սարքի, հետո բերեն ինչ-որ յարմարքի նման բան կազմակերպեն, վաճառի, այդ գումարը դրեն, ուղարկեն, չգիտեմ, Աֆրիկա, բան, ջուր քաշելու համար, չգիտեմ, որ գյուղում։ Սա կամավորականությունն է։ Մեզ մոտ որ ասում ես կամավորական, ասում են զենքը ձեռքը վերցած սարերը հելած տաղ աղբեր։ Մեռնեմ իրաց կյանքին։ Բայց հավատացեք հասարակական կյանքում դա շատ ավելի կարևոր բաներ կա լուծելու։
որպեսզի գործը չհասնի զենքին։ Ու դա շատ հեշտ է կազմակերպել։ Հայաստանում 100,000-ներով դուրս եկան հեղափոխությանը մասնակցեցին, 100,000-ներով։ Այդ 100,000-ները հետո գնացին տուն։ Այո, մի տասնյակ, երկու տասնյակները կլինեն, ոչ չլինի, որ փորձեն այնտեղ լղոզվել, բան sense մտնել, այս կողմենքով սապոնվել, մապոնվել, մի 1000 հոգի, 5000 հոգի թողը տեսնել, բայց այն մնացածը գնացին տուն։ Դուք չպիտի թողնեիք նրանք գնան տուն։ Ամեն մեկը այսօրվա դրությամբ մեր հասարակական կազմակերպության դուռը օրական մարդիկ են բացում։ Տարիքով, գիտեք, հիմնականում տարիքովները, որովհետև տարիքովներն են շատ լավ հասկանում, թե ինչի մեջ են։ Ինչա կատարվել, ինչա կատարվում ու ինչ կարա կատարվի տեղի ունենա։ Այդ մարդիկ, որ գալիս են, դու տեսնում ես, որ ուզում է ինչ-որ բանով օգտակար լինի պետությանը, գուցե իր կրթությունը բավարար չի, գուցե իր մենտալիտետը բավարար չի, գուցե իր ընկալումները բավարար չեն, բայց ինքը մարդ է, մարդ։ Ով ինքը իրանով արդեն ներուժ է, այսքան գուցե, բայց ներուժ է։ Ու այսպես 100,000-ավորներին դուք տուն ուղարկեցիք։ Ու իմ կռիվը մշտապես այդտեղ է եղել, ու դուք շատ լավ գիտեք։ Մեկ էլ հանկարծ անցյալ տարի էր, երբեք տեսնում ենք վարչապետը Անդոնի մոտից խոսում է, բանը 65 պլյուսին, ինչի ենք բանը այդ մարդկանց նստացնում տանը, պետք է զբաղմունք մտածել։ 8 տարիա բան ենք ասում։ Հետո քաղաքական ձևով ասվեց, դարձա քաղաքական պախարակման առարկա։ Չեղավ։ Չէր կարող լինել։ Որովհետև դա քաղաքական հայտարարությունով չեն անում։ Որովհետև դու ունես ոչ միայն անդիմադիներ, այլ երբել թշնամիներ կոնկրետ ազգային ժողովում։ Դու ո՞նց կարաս այնտեղ լավ բան ասես, ու այդ լավը մտնի հասարակության մեջ ու իրականացվի։ Տեղում դառնալու է պախարակման առարկա, դե գնա այն մարդուն գտի, ով որ լսել է, որ կպախարակեն իրան ու կմտնի դրա տակ։ Դե գնա գտի։ Դա այդպես չեն անում ախր։ Ու ամենավատը, որ երբ որ անելու ձևերն են ցույց ես տալիս, գուցե մի քիչ թերի, գուցե առաջարկի վրա մի քիչ աշխատելու տեղ կա։ Մեկ էլ նայում ես, ընդ մի քանի հոգի նախանձից պայթան, ամեն մեկը որոշում է, որ բանա, դու եթե անում ես, ուրեմն դու ունես մի հատ սենսորալ նպատակ, կանգնի ախպեր, բայց մեկ էլ սապոններն առաջ է կանալը։ Լապատ եկող ոտի տակ փորելու։ Ասես լավ ջանդամ, թողնեմ դուք արեք։ 1000 լավ միտք եք տվել։ Կվերսեն կփորձեն անեն, ավելի վատ ու կքանդեն, բարի կտա։ Օրինակները բազմաթիվ են։ Մեկը չի, երկուսը չի, երեքը չի։ Հազարներով հասարակական կազմակերպություններ կան։ Մի հատ որ ուղղորդ անես, մեջտերից մի 10 հարկա չի մնա, որ աշխատում է։ Սա գերպանային հկներ են։ Մեծամասնությունը։ Այլ ինչ դաշնակում, հասարակական կազմակերպություն։ Դա հասարակության բանն է, էլի։ Ստեղծածն է, ու հասարակությունը դա միջանկյալ ստեղծում է իր ու պետական ինստիտուտների միջև գործող որպես կառույց։ Որը իր ձայնը, մյուսի առաջարկը, բանկանի կվերահսկի ես ամեն հատվածը թքած ունեն ախպեր։ Հետո էլ այդ հկներից կգնան գրանտներ կշահեն, գրանտով ինչ-որ մի բան կուզենան անեն, դե ֆինանսական խնդիր է լինում, չէ։ Գրանտա կերեք, մեկ էլ կհելն է իա։ Բայց ինչ անի բայն արի։ Օրինակ, ես ոչ ծրագիր եմ կազմել այս ժամանակ, ոչ գրանտի համար դիմել եմ։ Դե մեկը տեկեք օրինակ։ Դες ամսի 22-ի, արա լավ սախեջ, օֆիսի, ամսական վարձի օրնա, մեկը տեկեք այդ վարձը մի ամից էլ դուք մուծեք։ Ձեր գրպանից ախպեր։ Բա ոնց անում ես իմ գրպանից մուծում եմ։ Շատ չհետապնդող կառույց է։ Ես տարական բան եմ ասում։ Լավ, մեկ կլինի, երկուս կլինի։ Գործունեությունը հրապարակային դնում ես ասում ժողովուրդ ես էլ հաշվի համարներ էլի մարդես, եթե հանկարծ ձեր գաղափարական բանին հետի հարմար է, եկեք այդ հաշվի համարի վրա։ Տեսեք էլի ես իմ, եթե կարելի է։ Այլ միջև ասում ես, քեզ մարդ ես դառնում, որտեղ ոնց որ փող ուզես, էլի, ուզվորություն ոնց որ անես։ Բայց դա բարձրվում է դա նորմալ է, բոլորն են անում են։ Ես սովոր չեմ դրան։ Հա։ Վերջի անգամ չգիտենք որ թվին է բան 1000 դրամի չել հաշվի համարի։ Բայց որ գնանք մի հատ գրանտ կրենք
Բերենք ծրագիր իրականացնենք, ասենք, ահա գրանտակեր եք։ Բան, այդ մեկը կար անունի, Սորոսական է։ Քեզ բա։ Ասես լավ, ջանդամ, գոնե պետությունն այսօր նոր, նո այսօր ասելով այս որոշ ժամանակա, ասում են, թե ոնց կարա բանա հասարակական կազմակերպությունների համար ինչ նոր ծրագիր են իրականացնում։ Հունվարի 1-ից բայց պիտի մտնի, ելը մինչև հունվարի 1-ը ապրել է պետք։ Հունվարի 1-ից նրանք, որոնք այն ՀԿ-ները, ովքեր ուտա համապատասխանեն, չգիտեմ ինչ ստանդարտներին, չգիտենք ինչ ստանդարտների մասին է խոսքը։ Ու ոնց աստուգվելու այդ ստանդարտները։ Բանա, մարդիկ կկարողանան իրաց եկամտահարկից գումար ուղղեն ՀԿ-ներին, կուսակցություններին ու լրագրողներին։ Նո, լրագրող ասող, ասած հանրային գործունեությամբ զբաղվողներին։ Всё, գնացեք, ինչքան լավ կաշխատեք, այնքան շատ կստանաք։ Բայց ի՞նչ կայֆոտ հաշվարկ է։ Այստեղ խնդիրներ կան։ Խեք դնում ֆինանսական կախվածությունների մեջ։ Բա ասենք 1 միլիոնատեր եթե վերցնի ու լուրջ փող փոխանցի։ Հետո վաղը ուզենաս դու իր գործունեության մասին օբյեկտիվ բան ասես, ասի ախպեր, բայց ես փող եմ փոխանցում, որ դուք իմ մասին բան ասեք։ Ես հասկանում եք, օրինական, չգիտեմ ինչի տակ եմ մտնում, էլի սա։ Չգիտեմ, այդտեղ էլ հարցեր կա։ Ու շատ հարցեր կա, որոնք չի բերվում հանրային տիրույթում քննարկման։ Չի բերվում։ Ոչ բերվում է հանրային քննարկման դաշտ, ոչ էլ հանրության քննարկումն է տարվում ազգային ժողովում քննարկումների դաշտ։ Տեսնենք օգոստոսի 2-ին առաջին նիստն է։ Թող մի հատ անցնի, ձևավորվեն, հələ տեսնենք ինչ ռազմավարություններ են ընտրել, ինչ առաջարկներ կան։ Է որ այս 5 տարին ահագին բաներ վատ գնաց, թե տեմպից ենք դժգոհ, թե որոշ օրենքներից եւ թե ընդդիմության առհասարակ անգործությունից, տեսնենք ես մի անգամ ինչ կլինի։ Ես էլ ձեզ արդարադատությունն ու չգիտեմ ինչ։ Արցախը խաղակարգ է ասում։ Մեր մեկը դուրս է եկել, ասում է ռուսներ հասեք Պարսկաստանով ծաղիկ են բերում այդտեղ, Պարսկականի անվան տակ, գնացեք բռնեք, մի թողեք, արա, այս յուղացին կարող է ծախել ծաղիկը, հետո էլ չքֆրտի էլ բանին կառավարությանը, բա մենք էլ ինչ ենք արել, ոնց ենք անել։ Այ ուղիղ սա են արել էլ։ Սրանք 20 տարուց ավել կառավարել են երկրը։ Դե մի հասկացեք, ինչքանով եք իրանց հետաքրքիր եղել ժողովուրդ ջան։ Ինչքանով եք այսքան հեշտ պետքներ եղել իրանց։ Լավ, Ժորժ ջան, քանի որ ամառվա շրջանում առհասարակ քաղաքական դաշտը պասիվանում է, բան անենք շատ չթուլացնենք ինտրիգները, մի քանի բաներ թողնենք վաղվա մյուս օրվա խոսալու, մինչև օգոստոսի վերջը տենց տարբեր թեմաներից կզրուցենք, կքննարկենք, կհասկանանք, դիրքորոշում կհայտնենք ու շատ հնարավոր է արդեն դե սեպտեմբերից փորձենք, մենք մեր հասարակական կազմակերպությունով գումարած դրան ասեմ հայկական վեկտորն էլ մինչև սեպտեմբերի վերջ հնարավոր է ստեղծվի արդեն որպես կուսակցություն ու հա, եթե բանը պիտի ամբողջովին քաղաքական դաշտի մեջ մտնել ու սկսել աշխատել։ Դե որ տենց է։ Մեռանք սաղին ասել։ Գնա ջան, կենթանիների պաշտպանության մասին օրենքի մտածեցին, բայց ոչ հանրային քննարկում էր, ոչ մի կենթանապաշտպանի հետ չքննարկեցին, ոնց ամեն որպեսի կանխեն կենթանիների անխնա բազմացումը։ Աղի մասին էր օրենք քննարկեցին։ Դες լիքը օրենքներ կա։ Իմացած հենց դա է։ Գիտեք, ես չեմ ասում, որ այդ հանրային քննարկումները մշտապես ինչ-որ բան կտան, բայց մաքսիմում պետք է օգտագործել, որովհետև 10-ից գոնե առնվազն 5 դեպքում հաստատ մի լավ միտք կտան, որի շուրջ կարելի կլինի գնալ ու աշխատել։ Չէ՞ որ այդտեղ այդ մասնագետներ կոչվածները, որ նստած են, որ այդպես օրինակ գծեն, այս մարդիկ են մարդ են, ու չեն կարող ամեն իրավիճակը հաշվի առած գնել, չէ՞։ Դրա համար էլ պետք է լինում նաև ընդդիմությունը, ըստ էության։ Բայց նրանք էլ ասում են ախպեր, մենք չենք օգնի, որ պետությունը ոդկի կանի։ Մենք ստեղ ենք, որպեսզի ամենքը ձեր դեմ դժգոհություն լինի։ Դժգոհություն առաջացնելուց մեկն էլ ձեր ձախողումն է։
ու մենք ամեն ինչ անում ենք, որ ձախող ենք, ինչ ժողովուրդ, ինչ մարդու համար ինչ եք խոսում։ Ու մարդու համար դուք լավ բան անեք, գնալու հետո էլի ձեզ ընտրի։ Պատկերացնում եք։ Խնդիրներ կա, սենց են մտածում։ Են նրանք են, մեկ չեն ֆայմում։ Դրանց ժողովուրդ ջան, եկեք լավ, այսքանով եզրափակենք եթերը եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնեմ Մխիթար ջան, այս ինչ լավ բան ասեցի, մի րոպե ժողովուրդը մի գնացեք։ Բանա, Գնա ջան, մի անգամ էլ նոտարական գրասենյակներին կարելի է անդրադառնալ։ Նոտարական գրասենյակներին, այն էլ կոնկրետ մի քանի հասցեով, կոնկրետ գրասենյակների, որտեղ որ այնքան էլ վզներին վերցրել։ Ամեն մեկը գիտի թե կակ մինիմում ինքը արտադրության նախարարա։ Գործավարից սկսած, երեք ինձ, եթե չեմ սխալվում Աջափնյակի նոտարներից մեկն էր։ Այս բան պատմեցին, ասում ո՞նց կար այդքան բանը տեղի ունեցած լինի։ Ասում եք Գնա ջան, սենց է։ Որ կարանք ասեմ թե կամերաները հանեն։ Չնայած ասեմ տեղերել կա, որ իսկապես մտնում բավականություն է ստանում։ Բայց այո, նոտարները հաստատքների հետ կապված 1000 անգամ քաղաքացուն կտանեն կբերեն։ Տեղեր կան կոնկրետ հակակոռուպցիոնը պիտի աշխատի, որովհետև իրավիճակներ են լինում, ասենք ժառանգությունը, բանա, այնտեղ այն մյուս կողմը մի քիչ ուժեղ է լինում, մյուս կողմը մի քիչ թույլ է լինում, կարում են հլը իրաց խծը բները աշխատացնել եւ այլն։ Գործավարները вообще մտնում ես ոնց որ տարածքի շեֆը, ինքո գլխի շեֆը լինեն։ Ասենք կարող գործավար տենաս լաթիկներով ու շորտիկով գործի է գնացել։ Կոնկրետ շորտիկ ասելով ոչ թե կարճ շալվար նկատի ունենք, բայց հենց շորտ բան, համարյա ծով գնալու շորտ։ Այս թուղթը գնացեք, բերեք այն թուղթը, քանի ամիս մարդկանց տանում բերում է։ Ամենավերջում եկել են արդեն լրիվ օկեպիտինը, մեկ են մի հատ էլի թուղթ է իշել, արա մեծ մարդ են արա։ Այո, նոտարների հետ կապված խնդիրներ կան ու կոնկրետ հասցեներով պետք է անդրադառնալ։ Շնորհակալություն հիշեցնելու համար Մխիթար ջան, առաջիկայում մի քանի կոնկրետ թեմաներ ֆիքսեմ ու բարձրաձայնելու, հասցեներով։ Ոչ միայն բան, գիտեք ինչ, այս բարձրաձայնելն էլ ժամանակավոր է։ Ես ասում եմ, այս բարձրաձայնելը թեմաներին պարզապես բանը հանրային տիրույթ բերելը ժամանակավոր է, մինչև երևի թե օգոստոսի վերջ սեպտեմբերի սկիզբ։ Կյանքը աշխուժանա, արձակուրդային շրջանը, պետական, ես նենց չի շոկից եմ վախում, որ դուրս կամ ինչ-որ բան իրականացում։ Չէ, պարզապես որ պետական դուրը գնաց, կարող է այդ օրը տնօրենը գնացած լինի արձակուրդ խոսքի բան։ Դրա համար եմ ես ասում, արձակուրդային սեզոնը, իրանց արձակուրդային սեզոնը թող ավարտվի ու բավականին ակտիվորեն կոնկրետ քայլերով դուրս գալով։ Երբ ում հարմար է դուք եք կարող դուրս գաք միան։ Լավ եք, Ժորժ, շնորհակալություն եթերը դիտելու տարածելու համար, շնորհակալություն ձեր աջակցության համար։ Կհանդիպենք վաղը։ Լավ է լինելու։ Ես բարկությունն նրա մասին եմ, որ սիրտերը ցավում է, ուզում ենք որ լավ լինի։ Մերն է նեղվում ենք։ Ինչ անենք, ոնց անենք։ Բայց լավ է լինելու։ Գուցե մի քիչ շտապում ենք, կապ չունի։ Բայց պետք է մտնել ու միջից այո, սկսել աշխատել արդեն։ Եթե մենք միշտ նստենք, ասենք այ ընդդիմադիրները սենց ընդդիմադիր, եկեք մենք լավ ընդդիմություն մենք անենք։ Բայց այստեղ ցանես մարդիկ կլեն, ուրեմն բան, ցանես իմ տեսակետները, իմ մոտեցումները մշտապես բոլորիդ աչքի առաջ են։ Լավ եք, ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ կհանդիպենք վաղը։ Բարի գիշեր ձեզ։ Այս վերջին շրջանում, ամառաշրջանում մի քիչ կարճ կկապենք, որ բան լինի էլի, կարողանանք միտքը տեղ հասցնել, հետո արդեն էլի կփորձենք նաև ինչու ոչ ինտերակտիվ երկխոսությունների մեջ էլ մտնենք։ Եթե դուք էլ ունենում եք թեմաներ, ստեղ գրեք, անպայման կանդրադառնանք։ Ստեսություն ժողովուրդ ջան։